Զապրետադրին ուղարկին 5 տարի իրավունք չունենք մտնենք Ռուսաստանի տարածքը։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է օրենքի փոփոխություն անի։ Մարդիկ ունենք, որ այնտեղ դեպորտի տակ են, ձերբակալված են։ Գրեթե 1.5 տարվա բողոքի ակցիաներից ու դժգոհություններից հետո հայկական բեռնատարների վարորդներն օրերս լավ լուր ստացան։ Հունիսի 30-ից կրկին կարող են 1 տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել Ռուսաստանում։ Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը։ Այդ լավ նորություն է։ Ինչ 95 170 օրը բավականին մեծ ժամկետ է։ Բեռնատարների վարորդները ռուսական լրատվամիջոցներում էին տեսել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած որոշումն ու մանրամասներն իմանալու համար դիմել միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանին։ Շուրջ 800 վարորդից բաղկացած խմբում Բեժանյանը նրանց բացատրում է. մարդատար եւ բեռնատար մեքենաների վարորդները կկարողանան 1 տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե RUID հավելվածում մի շարք փաստաթղթերներ բեռնեն։ Հունիսի 30-ից սկսած RUID համակարգով, որը հեռախոսային հավելված է, բոլոր բեռնափոխադրման փաստաթղթերը անձնագիրը պետք է սկանավորված լրացնեք, գրեք նպատակը, որ բեռնափոխադրում եք իրականացնում, բեռնափոխադրման փաստաթղթերն եք գցում, մեկնելուց 72 ժամ առաջ եւ ամեն մեկնելուց պետք է այդ պրոցեդուրան անցնեք, որպեսզի համոզվեն, որ մեկնողը բեռնափոխադրող է։ Ռուսաստանում միգրացիոն խստացումներից հետո 90 օրվա ժամկետը խախտողները տուգանվում կամ 3-ից 5 տարվա մուտքի արգելք էին ստանում։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ավելի քան 60 վարորդի տվյալ ունի, որոնց մուտքը 3-ից 5 տարով արգելված է 90 օրվա ժամկետը խախտելու համար։ Բեռնափոխադրողները բողոքի ակցիաների ժամանակ ասում էին, որ Հայաստանի համար այդ սահմանափակումն անիրատեսական է, քանի որ Լարսի անցակետը հաճախ փակվում կամ խցանվում է, եւ իրենք շաբաթներով մնում են ճանապարհին, սպառելով թույլատրելի օրերը։ Վարորդներից մի քանիսը չներկայանալու պայմանով Ազատությանը պատմեցին, որ այս ընթացքում իրենցից շատերը դադարեցրել են ապրանք տանել Ռուսաստան, որովհետև կամ արդեն լրացրել են 90 օրը, կամ էլ մուտքի արգելք ունեն։ Շատ է, այդ 90 օրվան խաթր չեն քշում, որ խոսքի չլրանա իրանց 90 օրը մի 4 ամիս քշեն ու մնացածը կանգնեն 8 ամիս։ Ոնց է 90 օրվա համար դեպորտների համար, այդ տուգանքների համար չեն ուզում Ռուսաստան գնան։ Հայաստանում ինչ-որ մի բան չարել են, աշխատում են, էլի։ Սա էլ ձեռնատու է, որ 100 օրը նորմալ է, էլի, որ գնան գան, որոշ մարդիկ էլ դեպորտ չեն լինի։ Ռուսաստանում 1 տարվա ընթացքում 90, հիմա արդեն 180 օր գտնվելու ժամկետը միայն Հայաստանին չի վերաբերում, այլև ԱՊՀ բոլոր երկրներին, որոնց քաղաքացիները Ռուսաստան են մտնում առանց վիզայի։ Ռուսաստանը մի նոր որոշում էլ ունի։ Այն ընկերությունները, որոնք ԵԱՏՄ երկրներից ապրանք են ներմուծում, պետք է ներկրվող ապրանքի հարկը նախապես վճարեն։ Հետո դա հաստատող QR կոդն ուղարկեն նրանց, ումից գնել են ապրանքը։ Վերջիններս էլ դրանք փոխանցեն բեռնափոխադրողներին։ Ի տարբերություն նախորդի, այս լուրը բեռնատարների վարորդներին չի ուրախացրել, անհանգստացած են։ Դեռ այն է, որ պատվիրատուն ուղարկի իր QR-ը, որ հարկերը վճարել է, այդ QR-ով 10 հոգի ձևակերպեն դու հասնես գնաս։ Եթե հարկերը վճարած չեղավ պատվիրատուն, ով ասած մնում են գերի։ Ոնց է հարկայինի հետ եթե խնդիր եղավ, մեքենան Լարսը չի անցնելու, դա արդեն խնդիր է։ Եմի ինձ թվում է բոլորն էլ խնդիրներ ունենում են, փոքր, մեծ, բայց ունենում են։ Կարող է, չգիտեմ, 1000 ռուբլի պարտք ունենա բանին, վсё, չի անցնի, մինչև այդ հարցը չլուծեն։ Այս փոփոխությունն էլ հունիսի 1-ից կսկսի գործել։ Ռուսաստանյան ներմուծողը բեռի հետ կապված թղթաբանությունը պետք է 2 օր առաջ անի, վճարի ավելացված արժեքի հարկը։ Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, այս նոր սպոտ համակարգը չի տարածվի գումարի, փաստաթղթերի, նավթի, էլեկտրաէներգիայի մատակարարումների, ինչպես նաև անձնական օգտագործման բեռների վրա։ Այս նոր կարգավորումն ըստ Մոսկվայի անբարեխիղճ ներմուծողներին հարկային դաշտ բերելու համար է։ Ռուսական կողմի նախնական հաշվարկներով, եթե այս համակարգը ներդրվի, միայն այս տարի հավելյալ 50 միլիարդ ռուբլի, այսինքն շուրջ 670 միլիոն դոլար բյուջե կմտնի։ ԵԱՏՄ 5 երկրների է վերաբերում սա՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Հայաստան ու Ղրղզստան, բայց միության գլխավոր առանձնահատկությունը հենց ազատ առևտուրն էր իրար մեջ։ Անկախ փորձագետ Կայար Տիտիբաևն օրինակ կարծում է, որ այս նոր կանոնները կարող են պատնեշ դառնալ միության ներկրողների համար։ Это можно квалифицировать как Սա կարելի է դասակարգել
դիտարկել որպես անտոկոս պատնեշներ։ Ես կրկին ասում եմ, պետք է հայցադիմում ներկայացնել եւ պետք է ապացուցել ինտեգրացիոն միության դատական իշխանություններին, որ դա սխալ է։ Կարող եք դուք դա ապացուցել, թե ոչ, որովհետեւ պատասխանողը կարող է ասել. «Լսիր, դա իմ իրավունքն է, ես ֆիսկալիզացիա եմ անում, թվայնացնում եմ, իմ իրավունքն է, ինչ ունես դրա դեմ»։ Լարսում հերթերի մեջ մնալու պատճառներին սա էլ ավելացավ, նեղսրտում են բեռնատարների հայ վարորդները։